իրավունքը բաց տեքստով փոդքասթն է, որտեղ իրավունքի մասին խոսելու ենք իրական կյանքի լեզվով։ Բարև ձեզ, ես փաստաբան Անի Ավետիսյանն եմ։ Իրավունքը բաց տեքստովը մի հարթակ է, որտեղ իրավունքի մասին խոսում ենք իրական, անկեղծ եւ առանց բարդ ձևակերպումների ձևաչափով։ Առօրյա կյանքում մենք հաճախ ենք բախվում իրավիճակների, երբ լույսն անջատվում է, անհարմար պահի ջուրը կտրում են, դժգոհ ենք ծառայություններից, սակայն հաճախ չենք պատկերացնում, թե ով է այդ ամենը որոշում եւ ինչ հնարավորություններ ունի քաղաքացին։ Այսօր խոսելու ենք հենց դրա մասին եւ իմ հյուրը հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի մասնագետ, իրավաբան Ռիփսիմե Ղազարյանն է։ Մարդ, ով կօգնի հասկանալ ոլորտի առանձնահատկությունները։ Ռիփսիմե, ողջույն, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Կխնդրեի քեզ մի քիչ ներկայացնել քո փորձը եւ անցնենք արդեն ըստ էության քննարկմանը։ Շնորհակալ եմ Անի հրավերի համար, շատ հաճելի է այստեղ գտնվել եւ նաեւ ուրախ կլինեմ, եթե կարողանամ օգնել մեր սպառողներին այս ոլորտի որոշ իրենց ուզող հարցերի պարզաբանման առումով։ Ես աշխատում եմ այս ոլորտում արդեն շուրջ 13 տարի, որից 11 տարին աշխատել եմ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովում, 5 տարի որպես իրավաբանական եւ դատական սպասարկման բաժնի պետ, իսկ վերջին 5 տարին որպես իրավաբանական եւ լիցենզիարման վարչության պետ։ Իսկ վերջի 2 տարին էլի ոլորտում եմ աշխատում, շարունակում եմ աշխատանքս ոլորտում արդեն միջազգային կառույցների հետ։ Հրաշալի, այսինքն ստացվում է հարցին տիրապետում ես թե պետական մարմնի կողմից եւ թե սպառողի կողմից եւ բայց կխնդրեի քեզ այսօր ներկայացնել ավելի շատ սպառողի հնարավորությունները եւ իրավունքները։ Սիրով։ Լավ, ի վերջո սկսենք մի հատ ընդհանուր այսպես հասկանալուց, հա, ինչ է ի վերջո հանրային ծառայությունները, այդ ոլորտը, ինչ է իր մեջ ներառում։ Իրականում ոլորտը շատ բազմաշերտ է, բայց առավել սպառողին հետաքրքրող եւ սպառողներին առնչվող ոլորտները դրանք 3-ն են։ Էներգետիկայի բնագավառն է, որը ներառում է էլեկտրական էներգիայի մատակարարումը, բնական գազի մատակարարումը, ինչպես նաեւ ջերմային էներգիայի մատակարարումը, ներառում է ջրային ոլորտը եւ հեռահաղորդակցության ոլորտը։ Դրանք բոլորը, ինչպես նշեցի, շատ բազմաշերտ են եւ այստեղ սպառողներին հետաքրքրող բազում հարցեր կարող են լինել, ըստ արդեն կարեւորության կարող ենք դրանց անդրադառնալ։ Ըստ էության ես կարծում եմ ամբողջ բոլոր ոլորտներին ամբողջությամբ անդրադառնալ այսօր չենք կարող է մեր թեման շարունակական լինել եւ անդրադառնանք առանձին ոլորտներին հաջորդիվ, բայց այսօր կխնդրեի քեզ խոսել հենց սպառողների իրավունքների մասին, հա, ինչ իրավունքներ ունեն ոլորտում սպառողները, մի քանի կարևոր իրավունքներ կխնդրեի քեզ առանձնացնել, օրինակ, որ սպառողը ունի այդ իրավունքը, սակայն չիմացության պատճառով չի կարողանում իրացնել այն։ Նախ կուզեի նշել, որ իրականում այս բոլոր ոլորտներում բազմաթիվ շատ են սպառողների իրավունքները եւ կարեւորում եմ անչափ, որպեսզի սպառողները իմանան նախ ծանոթանան իրենց իրավունքներին եւ իմանան, թե որտեղից կարող են դրանց ծանոթանալ եւ ինչպես կիրառել։ Միշտ խոսում ենք իրավունքներից, բայց կարեւոր են նաեւ պարտավորությունները, որտեղ որոշ պարտավորությունների խախտում սպառողների համար հանգեցնում են անգամ ֆինանսական հետևանքների եւ մարդիկ դրանք թույլ են տալիս պարզապես չիմացության արդյունքում։ Բայց զուտ իրավունքներից խոսելիս կցանկանայի նշել, որ բոլոր այս 3 ոլորտներում էլ, հա, կան կարգավորող կանոններ եւ այս կանոններում ունեն փոխհատուցման, ինչպես նաեւ վնասի հատուցման իրավունք, որի չիմացության արդյունքում հաճախ այդ իրավունքից պարզապես չեն օգտվում։ Շատ լավ, Ռիփսիմե, այդ դեպքում խոսենք հենց անջատումների մասին, որովհետեւ կարծում եմ այսօր սպառողներին անհանգստացնող գլխավոր արդի թեմա է, այո, եւ գլխավոր այսպես մեխային թեմաներից մեկն է եւ կցանկանայի դրա մասին ավելի մանրամասն խոսես։ Կներկայացնես մեզ, օրինակ, անջատումների դեպքում սպառողները իրենց բողոքը ինչպես կարող են արտահայտել, ինչ հնարավորություններ ունեն այդ դեպքում իրենք եւ ինչպես կարող են իրացնել իրենց իրավունքը։ Այս առնչությամբ կուզեի հատուկ շեշտադրել, որ նախ եւ առաջ կարեւոր է իմանալ, որ մենք ունենք կարգավորող մարմին ոլորտում, դա հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովն է, որը ունի համապատասխան կանոններ,
որը վերաբերում է մատակարար եւ սպառող հարաբերություններին բոլոր ոլորտներում, թե էլեկտրամատակարարման, թե գազամատակարարման եւ թե ջրամատակարարման։ Եվ այս բոլոր կանոններում նախատեսված է հստակ ընթացակարգ անջատումների մասով, թե ընթացակարգ, թե ժամկետներ եւ թե դրանից բխող արդեն սպառողի իրավունքները։ Բոլոր կանոններում ունենք առավելագույն ժամկետներ անջատումների։ Եվ այս ժամկետների խախտման դեպքում արդեն բնականաբար առաջ են գալիս համապատասխան հետևանքներ։ Ռիփսիմե այդ դեպքում հարց է ստեղ առաջանում, այդ դեպքում ում կարող են դիմել։ Խնդիրը առաջացել է եւ այս պահին սպառողը իր խնդրի լուծման համար ում կարող է դիմել։ Մատակարարին, քո նշած պետական մարմնին, թե դատական կարգով կարող է բողոքարկել։ Այդ մասը մի քիչ ավելի մանրամասն կպատմես մեզ։ Իրականում քո նշած 3 այծանով էլ, այսպես ասած, հա, կարող է սպառողը իր դիմումը ներկայացնել, բայց որpիսի լինի առավել օպերատիվ եւ արագ հարցի լուծումը, բնականաբար ճիշտ է նախ եւ առաջ դիմել մատակարարին։ Օրինակ, ձեր լույսը կամ ջուրը անջատեցին կամ գազը, հա, պետք է կարեւոր է հստակ ֆիքսել նախ ժամը, հա, երբ անջատվեց կոնկրետ ծառայության մատակարարումը, որpիսի դուք ինքներդ կարողանաք նաեւ ֆիքսել, հա, արդյոք կանոններով սահմանված ժամկետները գերազանցվեցին թե ոչ, այսինքն արդյոք ձեր իրավունքը խախտվել է թե ոչ։ Եվ այս գործողությունը կատարելուց հետո արդեն առաջնահերթ, ինչպես արդեն ասացի, օպերատիվ լուծման համար անհրաժեշտ է դիմել մատակարար ընկերությանը։ Եթե որևէ արդյունք չեք ստանում, բնականաբար ճիշտ է դիմել կարգավորող մարմնին, որը ելի բավականին արդյունավետ եւ օպերատիվ կազմակերպում է ուրեմն բոլոր դիմումբողոքների քննարկումը եւ դրանց արդեն հետագա ընթացքը։ Դատարան եւս բնականաբար ոչ մեկ զրկված չէ դատարան դիմելու իրավունքից, սակայն սա արդեն ծախսատար եւ բավականին ժամանակատար ուրեմն ընթացակարգ է եւ կարծում եմ մեր այս առօրյա, հա, այդ անջատումներ, միացումներ, այդ հարցերը ավելի հեշտ է լուծել արդեն մինչեւ դատարան հասնել, այսինքն համապատասխան մատակարարի եւ հանձնաժողովի հետ համագործակցության արդյունքում։ Բնականաբար դատական փուլերից այսօր բոլոր ոլորտներում մարդիկ փորձում են խուսափել, քանի որ ժամկետները գիտենք, թե ինչքան են ձգձգվում ու մի ջրանջատման կամ լույս էլեկտրաէներգիայի անջատման դեպքում դժվար թե սպառողը հասնի դատական փուլի, եթե իհարկե վնասների չափը չի գերազանցել որոշակի սահմանը եւ էական վնաս չի պատճառվել։ Այո, այստեղ կուզեի մի բան հստակեցնել, այ ինչպես ասեցիր վնասի փոխհատուցման մասով, որպեսզի նաեւ մեր սպառողների համար ավելի պարզ լինի, վնասի փոխհատուցման մասով հանձնաժողովին ցավոք դիմել չեն կարող, որտեղ վերջինս չունի իրավասություն վնասների հաշվարկման եւ այդ մասով որից է գործողություն կատարելու։ Այս դեպքում բնականաբար սկզբից դիմում են մատակարար կազմակերպությանը, որոնք իմ ունեցած տեղեկատվության համաձայն, հա, հիմնականում գրեթե բոլոր դեպքերում համապատասխան վնասը հատուցում են, օրինակ ինչ որ գույք է փչացել, հա, ինչ որ այսպիսի վնաս է հասցվել։ Հետո արդեն բնականաբար, եթե մատակարարի հետ ընդհանուր հայտարարի չեն գալիս, չեն համաձայնվում, արդեն այս դեպքում ստիպված քաղաքացիները պետք է դիմեն դատարան։ Այ օրինակ այս պահին շատ կարևոր ինֆորմացիա ես մեզ տալիս, ստացվում է, որ ձևական բնույթ չի կրում մատակարարին դիմելը, ինչպես շատ այլ ոլորտներում, որ բողոքը պարզապես այսպես կամ չի նայվում, կամ դրան շաբլոն պատասխան է գրվում եւ մարդիկ պարզապես սպառում են այդ ացյանը։ Այսինքն այս դեպքում կարող ենք արձանագրել ըստ էության, որ մատակարարը շատ հաճախ լուծում է սպառողի խնդիրը եւ նույնիսկ վնասի փոխհատուցման դեպքում կարող է փոխհատուցել նաեւ կրած վնասները։ Շատ գովելի է ըստ էության, էլի։ Եվ դա նաեւ պատահական չէ, քանի որ կարգավորող մարմնի կողմից շատ լուրջ հսկողության տակ են այս բոլոր ընկերությունները եւ քանի որ իրենք ըստ էության միակն են ոլորտում, հա, կարելի ասել բնական մենաշնորհ դիրք են զբաղեցնում այս ոլորտում, կարգավորողը շատ խիստ է վերջիններիս նկատմամբ։ Եվ բոլոր ծառայությունների որակը, սպասարկման որակի պահանջները, ցուցանիշները պահպանելու նկատմամբ իրականացվում է լուրջ հսկողություն եւ մատակարարներն էլ բնականաբար թե իրենց նաեւ բարեխղճության շնորհիվ եւ թե այդ հսկողության շնորհիվ հնարավորինս փորձում են ապահովել բոլոր սպառողների դիմումբողոքների քննարկումը եւ ըստ էության դրական ընթացքը դրանց, եթե բնականաբար թույլ են տվել համապատասխան խախտումներ։
Շատ լավ, շատ շնորհակալ եմ քեզ ինֆորմացիայի համար։ Ինձ համար էլ բավականին շատ ինֆորմատիվ էր տեղեկատվությունը։ Ըստ էության, այսպիսի մի հարց է ինձ մոտ առաջանում, խոսենք մի քիչ պրակտիկ օրինակներից, հա, նոր տարվա էլեկտրաէներգիայի անջատումներից տեղյակ ենք, որ Երևանում, ինչ չէ, նաև մարզերից որոշ մարզերում եւս, բայց Երևանում Էրեբունի վարչական շրջանում մի քանի օր էլեկտրաէներգիայի իսպառ այսպես էլեկտրաէներգիան իսպառ բացակայում էր եւ որևէ պատասխան, որևէ ամեն դեպքում ինձ համար ողջամիտ պատասխան մարդիկ չէին ստանում։ Ու ըստ էության կարող ես մեզ բացատրել այս դեպքում օրինական էր արդյոք մատակարարի նման պահվածքը, օրինական էր արդյոք այդքան ժամանակ անջատումը եւ իմ կողմից ավելացնեմ, որ բացի նրանից օրինական էր, թե ոչ դրա մասին դու կխոսես, անմարդկային էր նոր տարվա օրերին այդ առևտուրը հաշվի առնելով, մարդկանց տրամադրությունները հաշվի առնելով, մարդկանց ըստ էության մի քանի օր առանց լույս թողնելու զուտ միտքը։ Անի ջան, այստեղ կարևոր է տարբերակել ընդհատման տեսակը, հա, այսպես ասեմ, կամ պատճառը, ինչով է պայմանավորված եղել կոնկրետ ընդհատումը, այսինքն որպեսզի որոշենք օրինական էր թե չէ, պետք է նախ հասկանալ ինչպիսի ընդհատում էր դա։ Բոլոր մեր ոլորտներում, այդ թվում էլեկտրաէներգիայում, որ որպես օրինակ դրանից ենք խոսում, մենք ունենք պլանային անջատումներ եւ ունենք վթարային անջատումներ։ Պլանային անջատումների մասով կարող եմ ասել, որ ունենք էլի առավելագույն ժամկետ, դա 6 ժամն է մեկ օրվա ընթացքում եւ պետք է իրականացվի բացառապես աշխատանքային օրերին։ Այսինքն, եթե շաբաթ-կիրակի է կամ տոն օր է, պլանային անջատումներ չի կարելի իրականացնել։ Եվ դրանց մասին բնականաբար նախապես պետք է մարդիկ լինեն իրազեկված։ Ինչ վերաբերում է վթարային անջատումներին, այստեղ արդեն խնդիրը մի քիչ բարդ է, որտեղ շատ դեպքերում սա ուղղակի մատակարար ընկերությունից անկախ պատճառներով է լինում եւ նաեւ ֆորս մաժորի հետևանքով կարող է լինել եւ մատակարարը կարող է ուղղակի հնարավորություն չունենալ դա օրինակ հնարավորինս արագ վերացնելու այդ խնդիրը։ Ես կդժվարանամ կոնկրետ Էրեբունու դեպքը ասել պատճառը ինչումն է եղել, քանի որ չունեմ նման տեղեկատվություն այս պահին, բայց ենթադրում եմ, որ դժվար թե պլանային անջատումը նախատեսեին այդ օրերին եւ առավել եւս այդքան երկար ժամկետում, հնարավոր է որ եղել է վթարային անջատում, բայց այս դեպքում եւս ուզում եմ շեշտադրել, որ կան դրանց վերականգնման ժամկետներ։ Այսինքն, եթե եղել է վթարային անջատում, օրինակ քաղաքային համայնքներում դա պետք է վերացնել 3 ժամում, գյուղական համայնքներում օրինակ 6 ժամում պետք է վերացնել։ Բայց ինչպես արդեն նշեցի, պետք է նկատի ունենալ ֆորս մաժորի ազդեցությունը, որտեվ իրավունքի ողջ տեսության, այդ թվում էս ոլորտում, նաև կիրառվում են մոտեցումը, որ անձը պատասխանատվությունից ազատվում է, եթե դա հետևանք է ֆորս մաժորի։ Այսինքն տվյալ դեպքում ինչ է պետք անել, պետք է գնահատել իրավիճակը, հասկանալ պատճառները վթարի, որոնք են եղել, հասկանալ, եթե ֆորս մաժորը երբ է վերացվել, հա, կամ ինչ միջոց է ձեռնարկել մատակարարը դրանք վերացնելու ուղղությամբ։ Եթե իրենից կախված եղել են, հա, այդ պատճառները եւ ինքը կարող է ավելի շուտ վերացնել, բայց չի վերացրել, այստեղ բնականաբար գործ ունենք խախտման հետ, համապատասխան կանոնների խախտման հետ գործ ունենք։ Եվ հետագայում, եթե խոսենք այս մասով սպառողների իրավունքների մասին, կուզեմ հատուկ շեշտադրել, ինչպես խոսքի սկզբում էլ ասեցի, որ ունեն փոխհատուցման իրավունք, այս դեպքում ինչպես է, հա, փոխհատուցման մեխանիզմը որոշվում։ Ամսվա ընթացքում, եթե մատակարարը ինքը թույլ է տվել կանոնների խախտում, նախ ինքը պարտավոր է կատարել հաշվառում համապատասխան։ Բացի այն, որ մենք էլ յուրաքանչյուրս որպես սպառող նաև պետք է փաստագրենք, հա, այսպես ասած, որ ժամին անջատվեց, որ ժամին միացվեց, որ հետո կարողանանք արդյունավետ պայքարել մեր իրավունքների համար, մատակարարը եւս ապահովում է համապատասխան հաշվառում։ Եվ երբ ամսվա ընթացքում օրինակ տեսավ, որ ինքը թույլ է տվել այդ ժամկետների խախտում, ինքը պարտավոր է արդեն հաջորդ ամսում ներկայացվող հաշվարկային փաստաթղթում ներառել առանձին տողով, այսինքն երբ դուք գնում եք վճարում կատարելու, հա, օրինակ էլեկտրաէներգիայի դիմաց եւ ստանում եք կտրոն, անպատասխան տվյալով, որքան եք սպառել էլեկտրաէներգիա, հա, որքան եք ազմում վճարը, այնտեղ առանձին տողով նաեւ պետք է տեսնեք ձեզ վճարվող տույժերը։ Եթե արդեն այդ տույժերը ներառված չեն,
Այսինքն օրինակ մատակարարը դուք գիտեք, որ խախտել է։ Այսինքն ես գիտեմ, որ ես իրավունք ունեի ստանալու այդ տույժը, բայց չեմ ստացել, այո, դուք արդեն կարող եք դիմել համապատասխան միջոցի, այսինքն այդ պահից արդեն իմացեք, որ ձեր իրավունքը խախտված է։ Այստեղ, այսինքն ձեր իրավունքի խախտման փոխհատուցումը, հա, այսպես ասած, այդ տույժն է։ Տույժի չափն էլ ըստ տարբեր ծառայության մատուցման եղանակի տարբեր է, օրինակ եթե էլեկտրոէներգիայից ենք խոսում, այստեղ 50%-ն է միջին ձեր տարվա միջին սպառման, բայց ոչ ավելի, քան 2500 դրամ է, եթե չեմ սխալվում։ Իսկ կրկնակի անջատումների դեպքում, օրինակ անջատումներից խոսեցինք, դա ուզում եմ շեշտադրել, կրկնակի անջատումների դեպքում արդեն մինչև 10000 դրամ կարող եք ստանալ փոխհատուցում։ Այսինքն այդ գումարը կնվազեցվի ձեր առաջիկա ամսում սպառված էլեկտրոէներգիայի արժեքից։ Ձեզ կանխիկ չեն բերի տան ձեր ձեռքը, այսպես ասած, այդ գումարը, բայց հաջորդ ամիս դուք այդքանով ավելի քիչ կվճարեք։ Քիչ կվճարենք։ Դա արդեն իսկ բավականին, այսպես ասած, օգնություն է, հա, այն առումով, որ դու գոնե ստանում ես որոշակի փոխհատուցում ըստ էության քո կրած վնասների դիմաց։ Շատ լավ։ Ռիփսիմելա, վերջին հարցին էսպես ըստ էության անդրադառնանք, ոլորտի իմացությունը, ոլորտում մասնագիտացած լինելը քեզ որպես սովորական սպառող օգնում է, թե ավելի շատ խանգարում։ Միանշանակ օգնում է, չնայած փառք Աստծո, դեռևս լուրջ խնդիրների չեմ հանդիպել ոլորտում, հիմնական այդ հաճախ հանդիպող անջատումներն են, ինչպես եւ բոլորի մոտ, սակայն վստահ եմ, որ ինչ որ էական խնդրի դեպքում միանշանակ կօգներ։ Ավելի կօգներ։ Ես այսպես իմ օրինակից մի հատ կուզենամ առանձնացնել, ինքս մի անգամ բախվեցի մատակարարների հետ, այսպես շատ հասարակ հարց էր, ըստ էության խորը իրավական գիտելիքները այդտեղ չէր պահանջվում, բայց ես հասկացա, որ ուղղակի այս կողմից այն կողմ են քաղաքացուն տանում։ Մի մատակարար ընկերությունը ասում էր դա իմ խնդիրը չի, մյուս մատակարարն ասում էր չէ, դա իմ խնդիրը չի, եւ մի պահ այսպես ես նստեցի եւ մտածեցի, իսկ եթե ես չլինեի մասնագետ եւ ես չիմանայի, որ լավ, ի վերջո այս մատակարար ընկերությունն է սրա համար պատասխանատու եւ լինեի սովորական սպառող կամ այլ մասնագիտության տեր, ինչ կլիներ։ Եվ ես հասկացա, որ ինձ էլ է օգնում, այնպես որ կիսում եմ այստեղ։ Շատ լավ, մյուս անգամ անպայման կզանգահարեմ։ Այո։ Շնորհակալ եմ Ռիփսիմե շատ հաճելի զրույցի համար, ինչ նաև ինֆորմատիվ զրույցի համար եւ վերջում կուզենայի այսպես անցնեինք հաղորդման վերջին փուլին 5 բլից հարցեր, եթե պատրաստ ես իհարկե։ Այո։ Գնացինք։ Ռիփսիմե, Հայաստանում հանրային ծառայությունների ոլորտում քաղաքացին պաշտպանված է ի վերջո, թե ոչ։ Միանշանակ այո, եթե տեղյակ է իր իրավունքների մասին։ Ռիփսիմե, կասես մեզ, ինչ մասնագիտություն կընտրեիր, եթե ոչ իրավաբան։ Բարդ հարց է, բայց փորձեմ պատասխանել անկեղծ։ Երևի թե ոչ մի այլ մասնագիտություն, քանզի փոքրուց միշտ երազել եմ լինել իրավաբան եւ փորձել պաշտպանել մարդկանց շահերը, այնքանով ինչքանով որ կկարողանամ։ Իսկ եթե ոլորտին անդրադառնանք, եթե այս ոլորտը չընտրեիր, ապա որը։ Իրականում ինձ ընդհանուր դուր է գալիս իրավաբանությունը եւ ինձ հետաքրքիր են թերևս բոլոր ոլորտները։ Այսինքն ուր ճակատագիրը տանի, այսպես ասեմ։ Շատ լավ։ Եթե հնարավորություն ունենայիր այս ոլորտում մեկ կարևոր բան փոխելու, որը կլիներ դա։ Իրականում իրավական բարեփոխումների մասին եթե խոսեմ, դրանք անընդհատ արվում են եւ շարունակվում են նաեւ ներկայումս։ Ես թերևս ոչ թե իրավական, այլ մի քիչ ավելի կազմակերպչական փոփոխություն կանեի սպառողների իրազեկվածության եւ համապատասխան գործընթացների վերջիններիս առավել ներգրավվածությունն ապահովելու համար։ Եվ մեր վերջին հարցը, ինչ կմաղթեիր մեր քաղաքացիներին մեկ պարզ նախադասությամբ։ Ծառայությունների անխափան մատակարարում։ Հրաշալի մաղթանք է։ Հարգելի քաղաքացիներ, ձեզ մաղթում ենք անխափան մատակարարում։ Եվ վերջում, ուզում եմ թեմայից առանձնացնել մեկ պարզ միտք։ Իրականում իրավունքը կա, պարզապես պետք է իմանալ ինչպես օգտվել դրանից։ Ես Անի Ավետիսյանն եմ, սա Իրավունքը բաց տեքստով ոդքասթն էր։ Եթե ձեզ ֆորմատը հետաքրքիր էր, բաժանորդագրվեք, որովհետև այստեղ իրավունքի մասին խոսում ենք բաց տեքստով։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։